Բոլորիդ բարի օր, հույսով եմ լավ է ձեր տրամադրությունը, գիտեմ, որ Երևանում մոտավորապես ամանի պես 20-22 աստիճան տաքություն է եւ ես մեկը ուզում եմ ասեմ, որ այս արևը ուզում եմ ուղարկեմ ձեզ սրտանց, որպեսզի ձեր տրամադրությունը լինի ավելի լավ, մանավանդ այն մարդկանց, ովքեր հիվանդ են, հիվանդություն ունենք մենք էջևի հետևորդ, ցանկանում եմ ձեզ ամենալավը, չեմ հոգնում, ցանկանամ ամենալավը, առողջություն ոնց դուք եք ամեն օր ինձ բարի խոսքեր նվիրում, նույնիսկ էլ ես եմ միշտ ժամանակ գտնում, որպեսզի բարի խոսքեր ձեզ ուղեմ։ Ասեմ, որ մենք վերջացրել ենք մեր նկարանումները Դուբայում, ելի մի քանի օր ունենք նկարենք մարտ ամսում, իսկ հիմա մենք անցել ենք մյուս երկիր, Իորդանիա, Աման քաղաք, Ամանում ապրում են հայեր, մոտավորապես 10,000 ընդհանրապես հայ կա Իորդանիայում, տարբեր թվեր են գրում, բայց մոտավորապես 10,000 հայ ապրում, այստեղ ունենք շատ հետաքրքիր հայ համայնք, մենք մի քիչ ուշ դրա մասին ավելի շատ ենք խոսելու մեր սյուժեներում, նաև հիշեցնեմ, որ 20 երկրում մենք նկարում ենք 20 հայ եւ հայուհի, եւ ամեն մի երկրում մի հատ հայ կամ հայուհի խոսում է իր զգացմունքների մասին, ոնց է սիրում ինքը Հայաստանը եւ ամենակարևորը նա է, որ այդ հայերը եւ հայուհիները մեր հետևորդներն են, ում դուք ճանաչում եք։ Շոհերը արդեն խոսացել է Դուբայում, շարունակում ենք հիմա եւ տարվա վերջում մեծ ֆիլմ ենք հանելու, որտեղ 20 հայ եւ հայուհի խոսալու են Հայաստանի մասին, տարբեր երկրներում ապրելով։ Ամենակարևոր դա է, որ այդ հայերը ճիշտ են сирում Հայաստանը, эти люди правильно любят Армению. А что означает правильно любить Армению? Это ее беречь, заботиться о ней. Потому что, к сожалению, многие наши соотечественники любят читать нотации, команды давать, поучать. Ну, любят наши армяне быть генералами, командирами, всеми командовать. Они знают, как надо жить, а мы не знаем. Ну, ничего, я думаю, со временем, с годами эта ситуация изменится в лучшую сторону. Да, сейчас мы находимся в римском амфитеатре. В принципе, в Омане не так много мест, где можно, скажем так, гулять. Римский амфитеатр один из самых крутых мест. Ну, еще в другой части страны есть Петра. Если говорить о курортах, то это Акаба. Но в Акабу надо ехать, когда вода теплая, когда, соответственно, курортный сезон. Ну вот в Омане очень дружелюбные люди. Շատ ընկերասեր, շատ բարի ժողովուրդ են ապրում այս քաղաքում. И я еще раз хочу особо подчеркнуть, что последние 6 лет граждане Армении так много гуляют, отдыхают, как никогда. Эта возможность есть у всех, в том числе благодаря крепкому армянскому драму. Այսինքն այն, որ դրամը շատ թանկ է, այս 6 տարվա ընթացքում ահագին մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ունենում են եւ ունեցել են հնարավորություն շատ էժան այդ դոլարը առնեն տոմսերը, առնեն հյուրանոցը ուրիշ երկրում եւ մանգան։ Մենք մի կողմից անպայման ասում ենք պետք է մենք հանգստանանք Հայաստանում եւ դա շարունակելու եք դրա մասին խոսել, բայց նաեւ պետք է նշել, որ շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հնարավորություն ունենա եւ կա այդ հնարավորությունը ինքը մանգա տարբեր երկրներում տեսեք շատ կարեւոր է հասկանալ որ պետք չի հանգստանալ նենց ոնց հանգստանում են այն մարդիկ ում դուք տենում եք Facebook-ում то есть отдыхать можно намного экономно, намного меньше тратить денег, просто экономно относиться к расходам, и тогда расходов будет совсем немного. Մյուս անգամ ավելի մենք դրա մասին շատ կխոսանք, որպեսզի հասկանանք ոնց, իսկ հիմա շարունակեք մի քիչ էլ մանգակ, հա։ Բոլորիդ բարի օր, հարգելի բարեկամներ, ընկերներ, հետևորդներ, ես խոստացա, որ անպայման ժամանակ կգտնեմ, որպեսզի Իորդանիայում կոնկրետ Ամանում նկարեմ մի քանի հատ սյուժե առանց, այսպես ասած, մոնտաժի, որպեսզի ժամանակ չկորցնեք եւ ցես համար հետաքրքիր լինի։ Տեսեք, եթե մենք Դուբայում ահագին հայեր ենք տենում, այստեղ Իորդանիայում ինձ թվում է մարտ ամսում դժվար թե շատ հայ լինի, բայց ասեմ, որ շատ հետաքրքիր երկիր է, շատ բարի ժողովուրդ են այստեղ ապրում։ Ընկերական, հյուրասեր եւ այսօր
ես իմ մոտ նշեցի Facebook-ում, որ կոնկրետ Ամանում այդքան շատ տեղ չկա, որտեղ կարաս գաս ման գաս, բայց այս տեղը ինձ թվում է ամենակարևոր տեղերից մեկն է. Добавлю несколько предложений, что мы сейчас находимся в римском амфитеатре, и я решил его обязательно снять, показать нашим подписчикам. Считается в Аммане одно из самых крутых мест в столице Иордании, именно это место. Ասեմ, որ հիմա այսպես ասած Ռամադան եւ այդ այսպես ասած Ռամադանի ժամանակ շատ տուրիստ էլի չի լինում, մոտ 20 աստիճան տաքություն է, գիշերները մի քիչ ցուրտ է, բայց ցերեկը տաք է։ Դե ինչ մտանք մեջը, հիմա ես բեմի վրա եմ կայնած։ Ու տեսնում եք, չէ, շատ մարդ չկա, քանի որ մարտ ամսում շատ քիչ են տուրիստները, բայց ասեմ, որ հիմա այն պատճառով, որ քիչ տուրիստներ է եւ Ռամադան է, շատ էժան է եւ տոմսերը եւ հյուրանոցները, այսինքն ամեն ինչ 50% ավելի էժան է, քան թե օրինակ մայիս ամսում։ Օրինակ իմ հյուրանոցս հիմա 50% ավելի էժան է, քան թե նույն գինը, եթե մենք նայենք, չկա մայիս ամսվա վրա, մայիս ամսվա վրա երկու անգամ ավելի թանկ է։ Հիմա փորձենք սենց բարձրանանք։ Իմ ջալոտ ժողովուրդը հիմա այս կենտրոնում եմ գտնվում։ Ասեմ, որ շատ վատ են ապրում, չես ասի, որ տենց հարուստ են կամ էլ ոչ։ Մոտովրապես շենքերի իրանց։ Բայց այն, որ մարդիկ ստեղ շատ լավն են, շատ բարի, դա հաստատ։ Ու ոչ մի վտանգ չկա, հավատացեք։ Առանձին նշեմ, որ պետքա շատ ուշադիր լինեք, այստեղ որ չընկնեք, հա։ Ինձ թվում է, սենց ավելի հեշտ մենք կարանք իջնենք։
Хочу, чтобы мы обратили внимание, да, что, видите, в Римской империи вопросы канализации, да, не были второстепенными. Угу. Իջանք բեմի մոտ, Դե ինչ վերջացրեցինք, դուրս է գալիս, ասեք, եթե ամանում մի քանի տեղ է, սենց Սիրիում, որտեղ կարելի է ման գալ, իսկ Հայաստանում 1000 սենց տեղեր ունենք, այնպես որ ժողովուրդ ջան, Հայաստանը այն երկրներից է, որտեղ ավելի շատ տեղեր կա, քան թե Յորդանիայում, նույն Յորդանիայում։ غلق بتویم بتوام مجانين بتوام Դե ինչ, այսօրվա վիդեոն դրանով վերջացնենք, ասեմ, որ տարբերություն չկա Հայաստանում եմ գտնվում, թե ուրիշ երկրներում, աշխատում եմ ամեն օր ամենակիչը 4-5 ժամ ոտով ման գամ, ամենակիչը, եւ դրա համար մենք պետք է արթնանանք շատ շուտ, եթե թույլ տաք ես նորից հիշեցնեմ, որ մեր օրը սկսում է ոչ թե ժամի 10-ին կամ 11-ին, այլ ժամի 6-ին է սկսում մեր օրը, եւ մենք չունենք այդ ձևի, այսպես ասած, մենք պետք է մեզ թույլ չտանք, որ մենք մինչև ժամի 11-ը պարկենք կրավաթում, մենք պետք է աշխատենք 6-ին ամենաուշը 6:30 արթնանանք, ունենք բան անելու, մենք արթնանում ենք, առաջի քայլը ջուր եք խմում, այսինքն միշտ կրավաթի մոտ ջուր պահեք, ջուր եք խմում, որպեսզի ինսուլտ չստանաք, դա շատ կարևոր խորհուրդ է, խնդրում եմ հիշեք դրա մասին։ Դրանից հետո մենք մտնում ենք, լողանում ենք, ատամներ ենք մաքրում, թրաշվում ենք, եթե պետք է թրաշվել, եւ մի քիչ ֆիզարյատկա եք անում եւ գնում ենք մանգակ, ոտով մանգակ։ Եթե դուք աշխատանքի եք, էլի դուք տան մեջ կարաք մի քիչ, մի 20-30 րոպե կարդիո անեք, որպեսզի ավելի թեթև ձեզ զգաք։ Բայց աշխատեք օրը 4-5 ժամ մանեք եք, աշխատեք չչաղանաք, աշխատեք, եթե ձեզ ավել քաշ ունեք, մի քիչ մաշվեք, քանի որ շատ կարևոր է, որ դուք լինեք թեթև, առողջ եւ ձեր տրամադրությունը լինի բարձր։ Սիրում եմ բոլոր նրանց, ում բարի սիրտ ունեն, ով բարի սրտով են մտնում իմ page-ը, նորից եմ ուզում նշել, որ այն մարդիկ, ովքեր թարախ են եւ վատ մտքերով են մտնում, Աստված իրանց հետ, իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը եւ սիրում եմ մեր ընկերներին, ովքեր ինձ նման առավոտից մինչև երեկոյան աշխատում են, որ Հայաստանը լինի ավելի ուժեղ։